Բարև։ Բարև ձեզ։ Այո, մենք երեխա ենք ունեցել։ Ծնվել է ապրիլի 16-ին, այսինքն այսօր, որ ապրիլի 30-ն է, ապրիլի վերջն է, դարձել է 14 օրական, 2 շաբաթական։ Անունը Դանտե, ազգանունը Բիանկոֆիորե։ Դանտե Բիանկոֆիորե։ Հուսով եմ հավանեցիք եւ սիրուն անուն ենք ընտրել։ Դու ասա քո էմոցիաները, ես գնամ բերեմ բալիկին։ Ինքը հիմա քնած է, բայց ձեզ ուզում ենք ցույց տանք։ Դե երկը հավատս չի գալիս, հիմա ավելի շատ է հավատս գալի, բայց այն օրը, առավոտը ամսի 16-ին, որ գնացել են հիվանդանոց, դե ասել են, որ արդեն պիտի ծնդաբերի, սետեք սպասում էի, ու ասեցին շնորհավոր տղայա ծնվել, մի տեսակ հավատս չէր գալիս, անհավանական է կներել։ Այսա մեր բալիկը լավ է քնացա, որտեղ հենց նոր հաց է կերել։ Նոր հաց է կերել, նույնիսկ շատ է կերել։ Կերելա ու քնելա։ Քնացա։ Ինքը նարինեի նման է, չէ՞։ Մի հատ նայեք նման։ Դե քեզ աննման։ Երոշք։ Էս էլ մեր բալիկը։ Ասում էի կանընթալ բալիկ ունեցաք։ Աստված մեզ էլ տվեց 2 տարի ամուսնությունից հետո, այնպես որ երբեք մի կոտրվեք, երբեք մի մտածեք, որ չի ստացվի, ամեն ինչ իր ժամանակին։ Ես դնեմ չմրսի, լավ։ Իսկ դուք ոնց եք։ Ինչ կա, ինչ եք արել, ինչ եք կերել։ Իտալացիները ինչ եք կերել արտահայտությունը երբ են հարցնում։ Իտալացիները հենց կադրից դուրս հարցնում է, իտալացիները երբ են հարցում ինչ եք կերել, հոգատարության հարցը ինչ եք կերել, հոգատարություն ենք ցույց տալիս այդ հարցով, որտեղ իսկականից ուտելիքը կյանք է, չէ՞, կյանք է տալիս։ Ու մեկ-մեկ էլ նաև գաղափար կարող է դա ինչ-որ մեկին որ հարցնում է, որ ինքն է պատրաստի հաջորդ օրվա համար։ Իսկ Հայաստանում որ եղել է, որ ինձ հարցրել են, այսօր ինչ ես կերել, բայց նամակով զգացվում էր, որ մարդը հարցնում է ինչ ես կերել, որ իմանա դու ինչ ֆինանսական վիճակի ես, այդ օրը ինչ ես կերել, բայց իտալացիները ինչ ես կերելը հոգատարության նշան է, այսինքն դու այսօր ինչ որ բան կերել ես, բախտդ բերել է, որ լավ սնվես, այդ իմաստով։ Ինչը սնվե, որ կարող է նորից եմ ասում, թարգի ինչ որ գաղափար ուրիշը նույնը սարքի, նույնը ուտի։ Հարցնում է, որ գնա ինքն էլ սարքի, որովհետև կարող մտքով չի անցել։ Այդպես, հուսով եմ, որ ուրախ եք մեր բալիկի ծննդյան առիթով։ Այդ դրա համար է ես գիրացած կադրում ու չէի ուզում շատ նկարահանվել, գիտեք, որ աղջիկները այդպիսի ինչ-որ բաներից կոմպլեքսավորվում են, ես էլ բացառություն չեմ, մազերս էի կտրել, քանի որ ինձ խանգարում էր հղի ժամանակ, մի խոսքով փորձում եմ կյանքի վերադառնալ, տեսնենք ինչպես կստացվի փոքր բալիկի հետ, չէ որ երեխա մեծացնելը եւս դժվարություն է, եւս մեծ զբաղվածություն է, տեսնենք ինչպես կստացվի, մենք շատ ենք ուզում այս YouTube-յան ալիքով ձեզ ուրախացնել, ձեզ համար հետաքրքիր նյութեր պատրաստել, գաղափարները ահռելի են, շատ են, բայց ժամանակի խնդիր է լինում, ցավոք սրտի, բայց շատ ենք ուզում այս YouTube-յան ալիքով ձեզ հետաքրքիր կոնտենտ մատուցել։ Իդեպ ուզում ենք շնորհակալություն հայտնել Այո։ Հա, մեզ իհարկե շատ-շատերն են նվերներ ուղարկել, բարեկամներ, ընկերներ, հարևաններ, ծանոթներ, շատ-շատերն են նվերներ ուղարկել, ինչի համար շատ շնորհակալ ենք, հատուկ առանձնացնում ենք մենք Նարիմ ընկերությանը, այս կայքը չէ, narim.am, այս ֆրոշ կայքը, դա արդեն արտասահմանյան գերմանական կայք է, կոնկրետ հայաստանյան ներկայացուցիչը narim.am, այդ կայքը
մեզ նվեր է ուղարկել այս տոպրակով, այսպիսի նվերներ, մանկական հեղուկներ, փապկացուցիչ լվացքի հեղուկ, լաքահանող միջոցը մանկական, գորտիկները մեզ ուղարկել, այսպես գորտիկներ, այս կարմիր գորտիկը, այդպես, և իրենք ուղարկել են մեզ այս վիլեդա լվացքի պարանը, որպեսզի երեխայի հագուստները կախենք չորանա, այդպես, շատ շնորհակալ ենք Նարիմ ընկերությանը։ Շատ շնորհակալ Հա, ենք։ իդեպ դուք էլ կարող եք պատվիրել Նարիմ ընկերությունը բերում է աշխարհի լավագույն ապրանքները, գերմանական, ֆրանսիական կարծում եմ, մի խոսքով ամենալավ երկրներից լավագույն որակի ապրանքներն է բերում, ես ինքս ֆրոշը օգտագործել եմ, շատ գոհ եմ, կարծում եմ, որ դուք էլ փորձած կլինեք, հնարավոր չի ֆրոշից որևէ արտադրանք փորձած չլինեք, վիլեդան էլ գիտեք, ծանոթ է բոլորին, եւ իրանք են ներկրում, իրեն ներկրում են եւ բերում են Հայաստան, որպեսզի մենք էլ հնարավորություն ունենանք այդ որակյալ ապրանքներից օգտագործել եւ ունենալ որակյալ լվացք, որակյալ կենցաղ, խոսքով։ Այդպես շնորհակալ ենք Նարիմ ընկերությանը իր նվերների համար, որ մեզ ուղարկել է։ Նորից եմ ասում, շնորհակալ եմ բոլոր այն ընկերներին, հարազատներին, մտերիմներին եւ նույնիսկ անծանոթներին, ովքեր որ նվերներ են փոխանցել մեզ, հարևաններին, ովքեր փոխանցել են նվերներ եւ ովքեր դեռ սպասում են 40 օրականը լրանա, որ գան, բոլորը ասում են, որ սպասում ենք։ Այդպես շնորհակալ ենք բոլորից ուշադրության համար, զանգերի համար, որ ես հիվանդանոցում էի, մտահոգվում էին, բոլորը գրում էին, զանգում էին, շատ շնորհակալություն։ Աստծուն փառք, վիրահատությունս նորմալ անցել է, վերականգնման փուլում եմ, հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Շնորհակալ եմ բոլորին մտահոգության համար, որ մեզ համար անհանգստացել եք։ Շնորհակալ եմ։ Forza Juve. La vita è bella.